Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումն է, ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկում ընթացող գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով խորագրով երկրորդ աշխատաժողովին։ Առաջին աշխատաժողովն այս տարի անցկացվել է Դիլիջանում։ Երկրի ղեկավարը նշեց, բազմիցս խոսվել է պետական շահի շուրջ համախմբման մասին, իսկ որն է այդ համախմբման հենակետն ու առանցքը։ Այդ տնտեսական զարգացումն է, որովհետև չի կարող որևէ նպատակ, որևէ ոլորտում որևէ նպատակ, մշակութային, մարզական, սոցիալական որևէ ոլորտում որևէ նպատակ չի կարող իրագործվել առանց տնտեսական զարգացման։ Էլ չեմ ասում, որ ես խոսեցի սպորտ ասցի, մշակույթ ասցի, ժամանակակից աշխարհում սպորտն էլ է տնտեսության ճյուղ, մշակույթն էլ է տնտեսության ճյուղ։ Պետության ղեկավարը ընդգծեց, հենց տնտեսական զարգացման շուրջ է, որ պետք է ապահովել գործարար համայնքի ու հանրության համախմբումը։ Մեր երկրում դեռ շարունակում է ընկալվել, որ մշակութային հաստատությունները պետք է լինեն կազմակերպություններ, որոնք այսպես խնդրող դեմքով նայեն դեպի կառավարությունը, դեպի բարերարների, դեպի մեծահարուստների, եւ էսա որ մեզ թույլ չի տալիս այդ թվում ունենալ մշակույթում այնպիսի զարգացումներ, ինչպեսին մենք ուզում ենք ունենալ, որովհետև պետք է փոխվի մտածողությունը, մշակույթը տնտեսության ճյուղը, սպորտը տնտեսության ճյուղը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ հետեւաբար այս արձանագրումը, որ Հայաստանի պետական շահը տնտեսական զարգացումն է, կարծում եմ այն հենակետն է, որի համատեքստում պետք է մենք նոր բանաձևեր փորձենք ստեղծել եւ հենց տնտեսական զարգացման շուրջ է, որ պետք է ապահովենք համախմբումը, մասնավորապես Հայաստանի գործարար համայնքի եւ ընդհանրապես հանրության, որովհետեւ հանրությունում էլ չկա մի որևէ անձ բացարձակապես, լինի նա անկախ նրանից թե սոցիալական որ շերտի է պատկանում, անկախ նրանից աշխատող է թե գործազուրկ, չկա որևէ մի անձ, որ մասնակցություն կամ առնչություն չունի Հայաստանի տնտեսական զարգացման, հետևաբար պետական շահի եւ պետական շահերի հետ։ Ըստ վարչապետի քաղաքական եւ սոցիալ-հոգեբանական շերտերի փոփոխությանը զուգահեռ պետք է նաեւ տնտեսական մտածողության որոշակի փոփոխություն ունենանք։ Արդեն տևական ժամանակ այդ խնդիրը ես զգում եմ եւ նկատում եմ, եւ դա ինչ որտեղ բնական է, ես ասում եմ որպես մեր սեղանին դրված հարց, որը մենք պետք է լուծենք, որովհետև տնտեսության մեջ էլ մենք հաճախ առերեսվում ենք մտածողության ձևերի եւ բանաձևերի հետ, որոնք համարժեք չեն այն փոփոխություններին, որ տեղի են ունենում Հայաստանում։ Ընդ որում ես նկատի ունեմ թե կառավարությունում, թե պետական մարմիններում եւ թե գործարար համայնքում եւ այդ առումով կարեւոր եմ համարում, որ տնտեսական մտածողության փոփոխության մասին մենք խոսենք։ Վերջին 5 տարում մեր երկիրը ավելի քան միջինում 7% տնտեսական աճ է ունեցել, ինչը ըստ Նիկոլ Փաշինյանի լավ է եւ բոլորի աշխատանքի արդյունքն է։ Ես ուզում եմ այդ արդյունքի համար շնորհակալություն հայտնել նաեւ Հայաստանի Հանրապետության գործարար համայնքին, իդեմս նրանց ներկայացուցիչների, շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող արդյունք ստեղծող ԵԽԵ օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր տնտեսվարողներին եւ քաղաքացիներին, բայց իմ կարծիքով մենք բոլորով մտնում ենք բոլորովին նոր մի փուլի մեջ, որտեղ տնտեսական քաղաքականության ձևավորման մտածողության մեր ձևերը, տնտեսական գործունեությամբ զբաղվելու մտածողության մեր ձևերը պետք է առնվազն վերանայենք եւ այն համապատասխանեցնենք ոչ թե այսօրվան, որովհետեւ այսօրվան համապատասխանեցնել նշանակում է ուշանալ միշտ, որովհետեւ երբ որ մենք պետք է խոսենք ընթացքին, դինամիկային եւ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարություններին եւ զարգացումներին մեր մտածողությունը համապատասխանեցնելու, որովհետեւ մեր տնտեսությունը եւ մենք էլ գլոբալ աշխարհի մաս ենք եւ պետք է մեր մտածողության եւ գործողության ձևերով կարողանանք համահունչ լինել աշխարհի զարգացումներին։ Վարչապետի խոսքով կառավարության 2026 թվականի առաջին նիստում կընդունվի տնտեսական քաղաքականության դոկտրինը, որի նախագիծը վերջնականացման փուլում է, եւ ըստ էության կմատնանշվի, թե մրցունակ ու զարգացող տնտեսություն ունենալու համար երկարաժամկետ հեռանկարում, մասնավորապես մինչև 2050 թվականը, ինչ հիմնական ուղղությունների վրա պետք է աշխատել։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։